Եղել առավոտը ստեղ։ Ուրեմն ժամը 9:30-ի սահմաններում ոստիկանները դուռը թակում են, ծնողներս իրենց ներս են թողում, ոստիկանները այն հիմունքներն են ներկայացնում, որ գողություն է կատարվել Դավիթաշեն առաջի թաղամասում, ինչ-որ մեկի բնակարանում, ու ինչ-որ օպերատիվ տեղեկություններ կան, աղբյուրը չեն ասում ոստիկանները, որ ես կասկածում եմ այդ գողության մեջ։ Դատարանից էլ բերել էին թուղթ, որով դատավորը թույլատրել էր խուզարկել մեր բնակարանը գողոնը գտնելու նպատակով։ Մոտ 5 հոգի էին, 3-ը քաղաքացիական հագուստով, 2-ը ոստիկանական հագուստով։ Տունը հետախուզեցին, այսինքն խուզարկեցին, ոչ մի բան չգտան ու տենց գնացին։ Որտեղից են ծանոթ քեզ, ոնց են հայտնվել ձեր տանը, տուն մտնելու պահին ներկայացրել են հիմքեր, ինչի են մտնում ձեր տուն։ Ուրեմն դուռը ծնողներս են բացել, հիմքը ներկայացրել են, որ գողություն է կատարվել ու Արսեն Օհանյանը կասկածվում է այդ գողության մեջ, այսինքն ես կասկածվում եմ այդ գողության մեջ։ Փաստաթղթերում նշված է, որ օրն է եղել գողությունը։ Գողության նշված էր հունվարի 31-ին ժամը գիշերվա ոնց որ թե 21-ի սահմաններում, ժամ 21-ի սահմաններում։ Որ այդ ժամին դու որտեղ ես եղել հիշում ես որոշակի տվյալներ գոնե։ Ես հիմա չեմ կարող հիշեմ այդ օրը այդ ժամին որտեղ եմ եղել, բայց դե բնականաբար սա կապված է, ես ենթադրում եմ կապված է իմ ակտիվ քաղաքացի լինելու հետ։ Հավանաբար Facebook-ում երևի որ ստատուսներ եմ գրել, Մայդանը շատ էի հետևում, շատ էի լուսաբանում, Եվրոմայդան Ուկրաինայի, եւ գրում էի, որ Հայաստանում էլ պետք է նման մի բան լինի, ու ասենք հումորով պարզը գրել եմ, որ շշեր եմ հավաքում կամ ընկերներով անիվներ ենք հավաքում, ես ենթադրում եմ, որ լուրջ են ընդունել իմ այդ գրածները ու եկել են խուզարկության։ Շշեր չէին փնտրում փաստացի, ինչ են փնտրել տեսախցիկ, ինչ-որ տեխնիկա էր։ Իրանց ասելով տեսախցիկ, DVD player, ժամացույց, ինչ-որ սենց բաներ։ Փաստաթղթում նշված է, որ ոչինչ չեն գտել։ Նախ խուզարկությունը շատ ձևական էր, ինձ ամենայն դեպս տենց թվաց, որ ասպես Դարակներ են բացել։ Դարակներ են բացել, նայել են տենց, ամենայն դեպս չգիտեմ, սա ձևական թվաց ինձ, իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Խուզարկության ընթացքում ես ամբողջովին նկարել եմ, հեռախոսով տեսած այնագրել եմ, ոչինչ չգտան եւ գրեցին, որ ոչինչ չի հայտնաբերվել, բայց ասեցին, որ էլի ամեն դեպքում ոստիկանությունից կանչելու են հետագա պարզաբանումների համար։ Իսկ քեզ հայտնի է ընդհանրապես այդ ինչ հասցե է, որտեղից որ գողություն։ Չէ, առաջի անգամ եմ տեսնում այդ հասցեն, այդ տվյալ անձի անունն եմ առաջի անգամ լսում, ու խնդիրը այն է, որ իրանք չեն ասում, թե աղբյուրը որտեղից, թե ինչի են հենց եկել մեր տուն, այսինքն ինչի իմ անունը չեն ասում, ասում են օպերատիվ տեղեկություն կա, կասկածներ կա, բայց որտեղից է չեն ասում։ Ուրեմն ասեք, այն ամենը ինչ նկատել եք նաև այստեղ ոստիկանության վարքի, վարվելաձևի եւ օրենքների սահմանում գործելու վերաբերյալ։ Չէ, նորմալ է, ինչ որ ճիշտ է ասենք, ես խոսացի, ամեն ինչ նորմալ է։ Իրանք բացատրեցին ենթակա անձ են, կատարում են իրանց հրամանը, իրանց գործողությունը։ Ճիշտ է, մի քիչ խոսացինք մեր երկրի վիճակից, ինչ ենք թողելու մեր սերունդներին, այլ փոքր սերունդներին, ինչ ենք թողելու, թալանված երկիր։ Նրանք էլ ասին մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, հարցը լուծվեց։ Ասի ոչինչ, ես կճշտեմ ամեն աղբյուրով, տեսնենք ձեր քայլերը իրավական է, թե չէ։ Այլա նման դեպքում անհանգստացնել ընտանիքին եւ կեղծ ցուցմունքի հիման վրա մտնել մարդու տունը խուզարկություն անել։ Փաստացի ձեր հոգեբանական ճնշման է ենթադրում։ Հա, իհարկե 6 հոգի գան ինչ որ մեղադրեն գողության մեջ։ Ասենք իրանց գործողությունը ասում են սենց օպերատիվ տվյալ են ստացել եւ եկել ենք մեր գործողությունն անենք։ Չէ, իրանց վերաբերմունքը նորմալ էր, ես ինչ ասեցի, նրանք էլ բացատրեցին, նրանց որ բան չկար, վիճելի հարց չկար։ Ինչ ես կարող ասես, խես եկել, ասում է հեսա դատավորի
ցուցմունքի հիման վրա։ Դատավորյանն ազգանուն հիշում ես Արսեն։ Պեչատը նայեցի կար իրոք, կար, որտեղ ես էլ ներսից մտնելուց ասի ով եք, ինչի համար եք եկել, ասի սենց հարցի վրա։ Սենց հարցով եք եկել, ասի լավ եկել եք, ես ճշտ ենք